ամենավատթարագույն թիվը, որը կա այսօր Հայաստանի համար, իմ կարծիքով, դա համախառն արտաքին պարտքն է, համախառն, որը կազմում է 6 միլիարդից ավել դոլար, որի 44%-ը մոտավորապես կառավարությանն է, այնտեղ կան վարկեր, որոնք ստացել են առևտրական բանկերը եւ այլն։ Եվ իմ համար շատ վատագույն վիճակ է սկսում ստեղծվել այն առումով, որ տնտեսության կառավարման համակարգը մեր կառավարությունը ընտրել է փողային ռեսուրսներով կարգավորումը, այսինքն մոնետարիզմը այսպես կոչված։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով գտնում ենք ստագնացիոն process-ում, տնտեսական զարգացման առումով, բայց ես ուզում եմ մտածել, որ կարծես թե լույս է բացվում։ Հենց մենք ուզում ենք այսպես կոչված ռուսները լավ խոսք ունեն, կաբալա, դրանից դուրս գալ եւ արդյունաբերական ձեռնարկությունների զարգ տալ, այդ թվում Սերժ Սարգսյանը օգտագործելով նաեւ իր հնարավորությունները որպես երկրի առաջի դեմք եւ այնինչ ժամանակի մենք էլ ենք առաջարկել, արդյունաբերությանը զարգ տալ, ասում է. Բերեք արդյունաբերությանը զարգ տալու համար, որովհետեւ դա է հիմքը տնտեսական զարգացման, եկեք ազատենք ձեռնարկությունները ինչ-որ հատկերից, որպեսզի մարդկանց խրախուսենք արդյունաբերական զարգացումը։ Եվ ինչ է տեղի ունենում։ 2 օր հետո ուղղակիորեն Համաշխարհային բանկի եւ միջազգային վալյուտային հիմնադրամի արժութային հիմնադրամի ներկայացուցիչները գալիս են եւ կառավարության ղեկավարին Տիգրան Սարգսյանին ասում են, «Էս ինչ եք անում»։ Այդ կաբալան ստկացումը այնքան երկրներ են անցել ու մինչեւ հիմա անցնում են, բայց հաց է ծագում։ Ո՞վ է գցել այդ կաբալայի մեջ երկիրը։ Ո՞վ է այդ վարկերը վերցրել։ Դա իհարկե հիմա նոր կառավարությունը չէ, դա գալիս է հնուց 90-ականների հենց սկզբից, որովհետև հենց այն ժամանակվանից ընկալվել է, որ Հայաստանը սպասարկող երկիր պիտի լինի, ինչ արդյունաբերություն, եւ հաշվել են, ասել են աշխարհին ինչին է պետք, հենա ջոպոնը արտադրում է նայերիտ, այսինքն բուտաջերնային կաուչուկ, մեզ ինչին է պետք, որ Հայաստանն էլ արտադրի ընտրենք։ Ոչ քլոր ունի, ոչ հետեւաբար ինչ է առաջարկում։ Հիմա առաջարկությունը միակն է։ Պիտի մի օր չէ, մի օր այս կաբալայից դուրս գա։ Անցած տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ պետք է 3 տարիների մասին ընդհանուր ասենք, որ ելնելով ու գտնվելով ֆինանսական ճգնաժամի մեջ, անշուշտ որակական առումով կառավարման չի գտնվել բարձրունքում եւ բնականաբար օպերատիվ բնույթի խնդիրներ գոնե պետք է լուծեր։ Բայց դա տեղի ունեցել մինչև այս պահը եւ ես կարծում եմ, որ մեկնարկը սկսված է, մասնավորապես որքան էլ որ այնտեղ տարբեր ֆինանսական միջազգային կառույցներ ուզենան իրենց մտահոգված զգան, բայց հանրապետության նախագահը հստակ միարժեք ասեց տնտեսական զարգացման ամենատարբեր ոլորտներում ներդրումային քաղաքականության խթանման համար ինչու՞ չէ, այո, եւ դա այդպես են վարվել բոլոր խելոք կառավարիչները, մենք կարող ենք արտոնությունների ամբողջ մի համակարգ ուրեմն սահմանել համապատասխան ներդրողների կամ գործունեություն իրականացնողների համար։